Արդիկ համայնքն ունեցավ նորակառույց բոլոր հարմարություններով և նոր գույքով համալրված ևս մեկ մանկապարտեզ։ Այսօր մեծ հանդիսավորությամբ բացվել է Հոռոմ գյուղի նորակառույց մանկապարտեզը, բացման արարողությանը ներկա են գտնվել Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյանը, Արտիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, Արտիկի թեմի առաջնորդ Գերաշնորհ Նարեկ եպիսկոպոս Ավագյանը, բնակիչներ, հյուրեր։ Մեր նախընտրական ծրագիրը 500 մանկապարտեզ 300 դպրոց, մենք հաջողությամբ պետք տարի արդեն վերջնական պատկերը կունենանք։ Ուսանք խնդիրների առաջ, որին 30 տարի մենք բախվել ենք, մենք մեր երեխեքը չեն բախվել։ Նորակառույց մանկապարտեզի բացման առթիվ շնորհավորելով ներկաներին Արտիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը նշեց, որ Հոռոմ գյուղի մանկապարտեզն այս ամսվա ընթացքում 5-րդն է, որը բացվում է Արտիկ համայնքում։ Ուրախ ենք, որ այսօր մեր համայնքում նման գեղեցիկ շենք է բացվում, նպատակը որ երեխաները արդեն առաջիկայում ունենալու են նորմալ կրթօջախներ, ու այդ ամեն ինչը կյանքի է կոչվել մեր աշխատակազմի շնորհիվ։ Պարոն մարզպետ, շնորհակալություն ձեզ, Սրբազան ձեզ, Հայաստանի Հանրապետության կառավարությանը, կառավարության ղեկավարի գլխավորությամբ։ Հոռոմ գյուղի նորակառույց մանկապարտեզի շինարարական աշխատանքներն իրականացվել են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ։ Նախատեսված է 75 երեխայի համար, շենքը երկհարկանի է, ունի բոլոր հարմարություններն ու անհրաժեշտ գույքը։ Ծրագրի ընդհանուր արժեքը 190 միլիոն դրամ է կազմել։ Մեծ ուրախություն է իմ համար ներկա գտնվել ու տեսնել այս երեխեքի աչքերի փայլը ու պատկերացնել, թե մեր երեխեքը ինչ մանկապարտեզներում են հաճախելու։ Կառավարության տարածքային զարգացման հիմնադրամի միջոցներով է մանկապարտեզը կառուցվել, ընդհանուր բյուջեն 186 միլիոն դրամից ավել է կազմել եւ գույքի ամբողջությամբ գույքը համալրելու անգլնային պարագաներ, սպասք ամբողջությամբ խաղալիքներ 18 միլիոն դրամից ավել գումար է նախատեսված եղել եւ տեսնում ենք այսօր ինչ ունենք մենք։ Մանկապարտեզում նախատեսված է 3 խումբ, կրտսեր երկրորդ, միջին եւ ավագ խումբ։ Նախատեսված է 75 երեխայի համար, այս պահին գրանցված են մոտ 50-55 երեխա, շատ են գրանցված, 78 երեխա գրանցված է, բայց այնտեղ 2022-ը 22 թվականն է, որ պիտի 19 թվականի երեխաները գնան, սեպտեմբերից նոր հաճախեն 22 թվականը։ Նշենք, որ մանկապարտեզների կառուցման եւ հիմնանորոգման առումով կատարված աշխատանքները Արտիկ համայնքում տեսանելի են, քանի որ հիմնանորոգումից եւ նոր գույքով համալրվելուց հետո բացվել են Արտիկ քաղաքի թիվ 1, թիվ 3, թիվ 4 եւ Լեռնակերտ գյուղի մանկապարտեզները, այսօր Հոռոմ գյուղի մանկապարտեզը, իսկ Նոր կյանք գյուղի նորակառույց մանկապարտեզն էլ բացվելու է մոտ օրերս։ Աստղիկ Խաչատրյան, Խանով Անիսյան, Հայկ Գաբրելյան այսօր։